Հայաստանի համար տարածաշրջանային ապաշրջափակումը չի սահմանափակվում միայն թրիփով։ Թրիփին մասնակցելու ցանկություն հայտնած Ռուսաստանին պաշտոնական Երևանն առաջարկել է հնարավորինս շուտ վերականգնել Հայաստանի ներսում երկաթուղային ցանցի հատվածները, որոնք ապագա ապաշրջափակման համար կենսական նշանակություն ունեն։ 2025-ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման է վարչապետ Փաշինյանը խոսել այդ մասին։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է, այնքան որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մեզ համար կարևոր է, որ երկաթուղային հատվածները, որոնք կարիք ունեն բարեկարգման եւ շահագործման, դրանք օր առաջ բարեկարգվեն եւ այդ երկաթուղիները ըստ էության Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության բալանսում են։ Հաշվի առնելով, որ հայաստանյան երկաթգիծը կառավարում է ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը, Հարավկովկասյան երկաթուղիները, այդ ուղիների վերականգնման անմիջական պարտավորությունը հենց իրենցն է։ Առաջարկի վերաբերյալ ռուսական կողմից դեռ պաշտոնական մեկնաբանություն չկա։ Հունվարի 14-ին Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո Հայաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում լրատվամիջոցների հարցին ի պատասխան նկատել էր. Հայաստանն այս մասով ռուսական արձագանքին չէ, որ սպասում է, այլ հստակ գործողության։ Չեմ կարծում, որ սա արձագանք ենթադրող հայտարարություն է վարչապետի կողմից, կամ առաջարկ է, կամ խնդրանք, կամ բան, ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուրեմն եւ տնտեսական տեսլականը։ Միջհայկական կողմը ակնկալում է, որ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը իրականացնի տվյալ հատվածների վերանորոգումը, Reuters-ի հրապարակումից պարզ է դառնում, որ ռուսական երկաթուղիները ֆինանսական խնդիր ունի։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ըստ Reuters-ի ընկերության պարտքերը հասել են ավելի քան 50 միլիարդ դոլարի։ Ընկերությունը դրամական օգնություն է խնդրել Ռուսաստանի կառավարությունից, որոշել վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող 62 հարկանի 2 միլիարդ դոլար գնահատվող երկնաքերը։ Այս դեպքում որքանով է իրատեսական, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի Հայաստանում երկաթգծերը վերականգնելու ուղղությամբ։ Նվազեցնում է հնարավորությունները, որ Ռուսաստանը հիմա պատրաստ կլինի ներդրումներ իրականացնելու հյուսային ճանապարհի կառուցման համար։ Մինչ անդրադառնալը հարցին, թե ռուսական երկաթուղիներում ֆինանսական ճգնաժամի լուրերի ֆոնին, որը պետք է լինի Հայաստանի հաջորդ քայլը երկաթգծերի վերականգնման ուղղությամբ, վերհիշենք, ինչպես Հայաստանի երկաթուղային ցանցը հայտնվեց ռուսական ընկերության հաշվեկշռում։ Գործարքը տեղի ունեցավ 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Տասնամյակներ շարունակ Հայաստանում այսպես եղել է ընդհանուր ռազմավարություն, անվտանգության վերաբերյալ թվացial անվտանգության վերաբերյալ երաշխիքների դիմաց Ռուսաստանին տալ այն ամենը, ինչ որ ուզում է Ռուսաստանը Հայաստանում։ Դա կլինեն ենթակառուցվածքներ, դա կլինեն տնտեսական հզորություններ, այսինքն ամեն ինչ որ ուներ որևէ արժեք է երկրում։ Հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու որոշումը կայացվել է 2007-ին։ Շահագործող ընկերությանը գտնելու համար 2007-ի հոկտեմբերի 18-ին ձևավորվել է մրցույթային հանձնաժողով։ Այդ ժամանակ մրցույթին դիմել են ռուսական երկաթուղիներն ու հնդկական մի ընկերություն։ Այլ ծրագրով ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ հետագայում հնդկական ընկերությունը հրաժարվել է մրցույթից։ Հարավկովկասյան երկաթուղին 2008-ի փետրվարին նախագահական ընտրություններից օրեր առաջ 1.7 միլիարդ դրամ կոնցեսիայի մուտքի միանվագ վճարով եւ յուրաքանչյուր տարվա համախառն հասույթի 2%-ը պետությանը վճարելու պարտավորությամբ ստանձնել է հայկական երկաթուղու կառավարումը։ Կառավարմանը հանձնելու պայմանագիրն այդ ժամանակ ստորագրել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ու Ռուսաստանի երկաթուղիներ ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը։ Անդրանիկ Մանուկյանը գործարքը համարել էր հաջողված, իսկ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ռուսական ընկերության կառավարման ներքո երկաթուղին կդառնա վերազինված, մեծ արդյունավետությամբ գործող ենթակառուցվածք։ Անցնող տասնամյակների ընթացքում մենք տեսել ենք մեղմ ասած ապաշնոր կառավարում այդ երկաթգծային համակարգի, որևէ լուրջ ներդրում տեղի չի ունեցել։ Հետևանքները Հայաստանի տնտեսության եւ պետության զարգացման համար եղել են միանշանակ բացասական, եւ այդ հետևանքները շարունակում են մինչեւ օրս էլ լինել բացասական։ Տասնամյակներով Հայաստանի երկաթուղիները համապատասխանաբար մակարդակի չեն զարգացել եւ չի նաեւ թարմացվել եւ օրինակ ուղիները, շարժակազմերը, ընդհանուր ենթակառուցվածքը չի զարգացել։
Ըստ պայմանագրի երկաթուղային ենթակառուցվածքը պատկանում է Հայաստանին շարժակազմը ընկերությանը։ Կոնցեսիոն պայմանագրով ռուսական ընկերությունը պարտավորվել է մինչև 2038 թվականը կատարել 174.5 միլիարդ դրամի ներդրում, որից 122.3 միլիարդը ենթակառուցվածքում, 52.2 միլիարդը շարժակազմում։ Սակայն 2024-ին Հարավ-Կովկասյան երկաթուղին Հայաստանում մի շարք ուղղություններով անկումային ցուցանիշներ է գրանցել։ Ընկերության հաշվետվության համաձայն Հարավ-Կովկասյան երկաթուղիների հասույթը 2024-ին նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 3.3 միլիարդ դրամով, գրեթե 20%-ով։ Կոնցեսիայի շրջանակում մենք գիտենք եւ ստորագրումից հետո քննարկվում են մի քանի կարևոր ծրագրեր, դրանցից մեկը Վանաձոր-Ֆիալետովի երկաթուղին էր, որ կարող էր Երևան-Թբիլիսի երկաթուղային կապը 110 կիլոմետրով ավելի կարճ դարձնել, դա Երևանից մինչև Զվարթնոց օդանավակայան երկաթուղային ճյուղն էր, որ նույնպես շատ կարևոր էր հայկական կողմի համար, բայց այդ ծրագրերը չիրականացվեցին, առավել ևս կոնցեսիայի ստորագրման ժամանակ մենք ունենք նաև մինչև Դիլիջան գործող երկաթուղին, եւ 2012 թվականից այդ ուղղությունը չի գործում, այդ Մեղրաձորի թունելը, որ տարածաշրջանում ամենաերկարն էր մինչ վերջերս, Հայաստանի բեռնափոխադրումները երկաթուղային նաև վերջին տարիներում կրկնակի անկում են ապրել։ Հիմա մոտ 1.5 միլիոն տոն բեռնափոխադրումներ են կատարում Հայաստանը մոտավորապես, մի քանի տարի առաջ 3 միլիոն տոննա էր, ասենք մոտ 20 տարի առաջ իմ հիշելով մոտ 6 միլիոն տոննա էր, այսինքն կա զարգացող ընդհանուր այդ միտումը, որ երկաթուղիների դերը բեռնափոխադրումներում գնալով նվազում է։ Եթե ռուսական երկաթուղիների ֆինանսական հնարավոր ճգնաժամի հետևանքով ռուսական կողմը չիրականացնի երկաթուղու 3 անհրաժեշտ ուղղությունների Գյումրի, Կարս, Ղազախ-Իջևան եւ Երաստ-Սադարակ հատվածների վերականգնումը, հայկական կողմը ճանապարհային այլ քարտեզ ունի։ Դրա մասին Մոսկվայից վերադառնալուց հետո նշել էր վարչապետը։ Ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն յետ վերցնել կոնցեսիայից եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում։ Բարդ ինչ որ գործընթացի մասին չի խոսքը, քանի որ փոքր հատվածներ են եւ նաեւ ֆինանսական տեսակետից բավականին փոքր գումարների մասին է խոսքը։ Հիմա բավականին կարեւոր է, որպես հայկական կողմը նաեւ ֆիքսի, թե ինքը ինչ նկատի ունի ասելով ողջամիտ ժամկետ։ Օրինակ հայկական կողմը կարա ֆիքսի, որ եթե մեկ ամսվա ընթացքում որևէ պատասխան, որևէ միջոցառում ձեռք չի ունենում, հայկական կողմը ֆիքսում է, որ իր առաջարկությունը մերժվել է եւ ուրեմն դրանից հետո են հաջորդ գործողությունները։ Առաջին փուլում դա իմ ընկալման պետք է լինի այդ հատվածների վերաբերյալ շինարարության ավելի ճիշտ իրավաբանական անձի ստեղծումը կամ վերաակտիվացումը, հայկական երկաթուղիներ ընկերության վերաակտիվացումը կամ ստեղծումը, վերստեղծումը, ուրեմն խնդրու առարկա հատվածներում շինարարությունը, որից հետո նաև վերանայել է ուրեմն գոյություն ունեցող պայմանագրի։ Երկաթգծերը Հայաստանի սեփականությունն են, այնտեղ պարզապես կառավարիչ է նշանակված, կպահանջվի փոխել միայն կառավարչին, նկատում է Քոչինյանը։ Կառավարչի փոփոխության հարցը ակտիվ քննարկվել էր նաև ավելի վաղ։ 2018-ին ընկերությունում խոզարկություններ եղան, հարուցվեց քրեական գործ, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախկին տեղակալի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքով։ 2020-ին Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրեցին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Հարավ-Կովկասյան երկաթուղում ֆինանսատնտեսական գործունեության ստուգման ընթացքում առաջացած անհամաձայնությունների լուծման վերաբերյալ խորհրդակցությունների արձանագրություն։ 2021-ի մարտին քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Վերադառնալով վարչապետի դիրքորոշմանը, թե Հայաստանը կարող է երկաթուղիների կառավարումը հետ վերցնել կոնցեսիայից, եթե Ռուսաստանը ներդրումներ չիրականացնի։ Մեն հայտարարությունը, որը արել է վարչապետը, դա այն ճանապարհային քարտեզն է կամ այդ ճանապարհային քարտեզի մեկնակետն է, որով որ հնարավոր է թնջուկի լուծումը։ Բավականին լուրջ հարց է բարձրացվում ընդհանրապես համակարգի կառավարման, ուրեմն ռուսական կառավարման նպատակահարմարության վերաբերյալ։ Ըստ փորձագետների, եթե ռուսական կողմը չկարողանա իրագործել այդ հատվածների վերանորոգումը, ապա կստացվի, որ նա խնդրում է դեր չունենալ տարածաշրջանային ծրագրերում։ Ռուսաստանի կողմից երկաթուղու որոշ հատվածների վերականգնման հնարավորության, ծախսերի ու ժամկետների վերաբերյալ լուրերը նախորդ շաբաթ նաև հարցում է ուղարկել Հարավ-Կովկասյան երկաթուղիների ընկերությանը։ Մեր հարցերն անպատասխան են մնացել։ Թե վերանորոգման հարցով Ռուսաստանի արձագանքին Հայաստանը մինչև երբ կարող է սպասել, այդ մասին վարչապետն ակնարկեց հունվարի 15-ի ճեպազրույցում։
Մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետև process-ներ են տեղի ունենում, որոնց մասին նաև կիրազեկվեք եւ այդ process-ները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել։ Եվ մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն։ Մերի Խաչատրյան, Արման Թովմասյան, Արամ Հարությունյան, Մուշեղ Մովելյան, Կիրակնորյա լուրեր։